2023-ի արձակցիների բռնի տեղահանության օրերին մարդկանց մի մասը, ովքեր ունեին հնարավորություն, Հայաստան տեղափոխեցին մարտերում զոհված իրենց հարազատների աճյունները։ Դա արեցին բարբարոսների գթասլտության վրա հույսը չդնելու համար։ Այսօր կառավարության շենքի առաջ հավաքվել են արցախցիներ, ովքեր չեն ունեցել այդ հնարավորությունը։ Մարդիկ ունեն մեկ խնդրանք՝ բանակցել ադրբեջանական կողմի հետ իրենց զոհված հարազատների աճյունները Հայաստան տեղափոխելու համար։ Կապ չունեմ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանագերտ, մի օրվա գործ է։ 30 քանի զոհված ու շիրիմներ կան, որ այնտեղ ոչ մի բան չկա վերեն դրած։ Մենք խնդրում ենք, որ մեր երեխեքը արտաշիրիմ անենք բերեք ստեղ։ Զոհվածների հարազատները բացատրում են, որ Հայաստան գալուց հետո թակել են տարբեր դռներ այս հացին լուծում տալու համար, սակայն լուծում առայժմ չկա, միայն абստրակտ խոստումներ։ Այնիշ տեղափոխման գործընթացը պատրաստ են կազմակերպել սեփական միջոցներով։ Եթե հնարավոր չի պետության շրջանակներում այս գործին, այս հարցին լուծում տրվի, մենք որպես հարազատներ պատրաստ ենք հասնել Հակարի անցակետ։ Գոնե մեր անխոչնդոտ Հակարի հասնելը ապահովի։ 2023-ի սեպտեմբերին Արցախի պաշտպանության մարտերում զոհվածների աճյունների տեղակայման վայրերը հայտնի են, բայց մնում են հարյուրավորներ, որոնց գտնվելու վայրը 2020-ից շարունակում է մնալ անհայտ։ Խնդիրը լուծում չի ստացել նախորդ 5 տարիներին։ Գործադիրը վերջերս օրինագիծ է ներկայացրել, որն օրենսդրորեն պետք է կարգավորի այս խնդրին առնչվող իրավահ հարաբերությունները։ Կարգավորում բովանդակային իմաստով անհետ կորածների ընտանիքների սոցիալական աջակցությունը, բայց պետք է պատասխանատու կերպով նշեմ, որ ինչքան էլ կարևոր հարց է դա, համայնքի ակտիվ համայնքի մեծամասնության կողմից երբեք առաջի պլան չի բերվել անհետ կորածների սոցիալական աջակցության հանգամանքը։ Ամենակարևոր խնդիրը պատասխանատու մարմինների հետ կոմունիկացիան է, որը նախորդ 1 տարվա ընթացքում հատկապես դարձել էր չափազանց խնդրահարույց, որովհետև մի մարմինը մյուսի վրա էր բարդում անհետ կորածների հարազատների հարցերին պատասխանելու պատասխանատվությունը։ Օրենքով հիմա սահմանվել է, որ հարցն այսուհետև լինելու է ազգային անվտանգության ծառայության համակարգման ներքո։ Քննչական կոմիտեի քրեադատավարական գործիքակազմը անհետ կորածներին չի բավականացնում, որպեսզի իրենք պատշաճ կարգով մասնակից լինեն այդ ճշմարտության բացահայտման process-ին, վերահսկողություն սահմանեն եւ նաեւ հաշվետվողականություն։ Չնայած օրենսդրորեն ֆիքսվել է, որ զոհվածների հարազատներն ունեն նրանց մասին ճշմարտությունն իմանալու իրավունք, սակայն նորից պատասխանատու մարմնին է թողնված այդ տեղեկատվության չափը որոշելու իրավունքը։ Ցույց են տալիս հատվածական թղթեր, ընդ որում առանց պատճենահանելու հնարավորության չկա որևէ մի ողջամիտ տրամաբանություն, թե այդ ինչ շահ պաշտպանելու համար է, որ հարազատը չպետք է իմանա իր ընտանիքի անդամի անհետացման հանգամանքները, այդ ինչ շահ են պաշտպանում։ Խորհրդարան մտած օրինագծի համաձայն նաև լուծվելու է չնույնականացված մասունքների հարցը, որոնք մի քանի տասնյակն են։ Սահմանված ժամկետում որևէ նույնականացում չհայտնաբերելու դեպքում պետական իրավասու մարմինները կազմակերպելու են նրանց հուղարկավորումը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։